Ժող շատ եք հարցնում չինական բժշկությունից, պատմեմ, որտեվ հենց նոր հիվանդանոցից դուրս եկանք, ստե մոտարապես տարին մեկ, առնվազն տարին մեկ գալիս մի հատ ընդհանուր ստուգում ենք անցկացնում։ Սենց ասեմ, մտնում եք, մարդկության քանակը տեսնում եք, վախենում եք, թողնում հեռանում եք, մի հեռացեք, հեսա դες բացատրեմ ինչի, ոնց որ հա, երեք մենք կարինք, դե երեք մենք զբաղված էինք, դրա համար չմնացինք։ Այսօր եկանք էլի նույն, դե պատկերացրեք Չինաստանի բնակչության քանակը ու հիվանդանոցներով ինչ կկատարվի, ավոր շատ են, ավոր մեծ են Չինաստանի հիվանդանոցները, մտնում ես մի հատ sense վախենալու տեսարան, բայց արում պետք է հանձնենք։ Ուրեմն դե գնում ես մուծում ես գումարը, հերթում գրանցվեցինք 606-ն էինք, եկանք այդ արուն հանձնելու տեղը 8 հատ կետ էր աշխատում, երակային արուն էին վերցնում։ Հիմա 8 հատ կետ է ժողովուրդ, մենք եկանք սպասարկվում էին 440 որերը, էլի։ Այսինքն 160, 170 մարդ մեր դիմաց կար հերթի մեջ։ Կարա կռայք ինչքան տևեց այդ մարդկանց սպասարկելը ու մեր հերթը հասնելը։ 10 րոպե, մոտավորապես 10-12 րոպե տևեց։ Շուտ-շուտ վրազի մեջ սկտացնում են։ Հələ էլ չեմ ասում, որ մեր նախորդ քաղաքում, որ ապրում ենք, դե ընդհանրապես մարդ չէր արունդ վեկալում։ Ակվարիումի նման մի հատ ապակի ինչ-որ բուտկա էր, թևը կողում էր մեջը, ինքը արունը վերցնում էր, լազերի նման չափում էր, գծում էր, կրակում էր ասեղը մեջ արունը վերցնում, հելնում էր, մի քանի վայրկյան էր տևում։